Անցաչափած մենք բոլորս ցնցվեցինք Հայկ Կոնջուրյանի եղբոր Ավետ Կոնջուրյանի դաժանաբար ծեծից, թե այդ կադրերից, թե ինչպես են ուրեմն ծեծի ենթարկում Ավետ Կոնջուրյանին։ Բարև ձեզ, եթերում խորագիրն է, ես Գևորգ Մինտերյանս եւ Ավետիք Քերոփյանը կամփոփենք նախորդ 3 շաբաթները։ Լավ հիմնականում 1 շաբաթը, բայց 3 շաբաթյան միջումից հետո մենք նորից կփորձենք ամփոփում անել։ Կարոտել է քեզ։ Այո, ես էլ քեզ Ավետիք ջան։ Անցաչափաթվա ուրեմն ամենացնցող բանը, որ տեղի ունեցավ, այսպես լրատվական իրադարձությունը, Կոնջուրյանների հետ կապված պատմություններ, երբ ուրեմն սկզբում հրապարակվեցին այդ ծեծի կադրերը, իսկ հետո պարզվեց, որ Ավետ Կոնջուրյանը պարեկների ուղեկցությամբ ուրեմն մի քանի անգամ գալիս է այդ ինչ որ այլ մարդկանց տան մոտ, հայհոյում է նրանց բարձր, չգիտեմ ինչ հայհոյանք ասես որ չի տալիս, եւ ուրեմն գնում է եւ ուրեմն փաստորեն ստացվում է, որ եթե հակառակ կողմն էլ ԿՊԻ-ից չլներ, ավականու անդամ չլներ, ապա այդ գործը չգիտեմ ինչ պետք է լիներ, էլի, ոնց պետք է հիմա էլ իհարկե հայտնի չի թե ոնց է շարունակվելու ինչ է լինելու։ Այդ ծեծը համուներ նախապատմություն, այդ նախապատմություններ դրա նախապատմությունը, մի հատ էլ նախապատմություններ, հա։ Հետո հիշում ես, ասենք Հայկ Կոնջուրյանի շուկայականից շատ էժան գնով այդ Միլոն Մայնինգից տուն առնելը, Դե դրա մասին հոդվածներ կային, դրա մասին մի քանի անգամ շատ մանրամասն քննարկել էր դա, այդ նույն Հակոբյանների ընտանիքի հետ կապված էր քննարկել, հա, թե ինչպես ասենք նույն այդ Հակոբյանների ընտանիքը հետաքրքիր ձևերով, սխեմաներով համայնքային հողերի էր տիրացել, շենքեր էին սարքել այդտեղ, որտեղ Ավետ Կոնջուրյանը բաներ աշխատում, հա, տնօրեն էր աշխատում, պարզվեց, որ ինչ-որ փողեր են պարտք իրար, հա, կամ խարդախություն կա, կամ ինչ-որ բաներ կա, բայց փաստը մնում է փաստ։ Հա, իշխանության կարկառուն ներկայացուցիչներից մեկի եղբայրը պարեկների ուղեկցությամբ, հա, շրջագայում էր կամ քշում էր այդ մարդկանց տան մոտով, սարսափելի հայհոյանքներ հնչեցնում եւ առայժմ կա 2 ձերբակալված, ինչքան գիտեմ, այդ գործով, բայց ոչ այդ պարեկներին են հայտնաբերել, ոչ խուլիգանության դեպքի առիթով քրեական գործ կա, հենց Հայկ Կոնջուրյանի եղբոր հետ կապված է, չնայած ասենք ամենաբարձր միկրոֆոնից հնչեցվում է, որ որևէ մեկը որևէ բարեկամությամբ չի կարող մնալ անպատիժ։ Այդ տեսարանը, այդ որ պարեկի մեքենայի ուղեկցությամբ ինչ-որ մեկը գալիս հայհոյում է եւ գնում է, դա եթե ասենք ինչ որ ֆիլմ մեկը նկարեր ու այդպիսի տեսարան լիներ, ես չէի հավատա, կասեի ինչ բան է, ասենք չգիտեմ, Կուստուրիցայի ֆիլմերում չէ այդպիսի տեսարաններ կան, որ ասենք չգիտեմ, գնացքից ասենք գնացքով գալիս է բանին, ռելսերին ինչ որ թմրադեղ լցրած, ինչ որ արկեստրա նվագում եւ այլն, մտածում ես, որ ինչ վառ երևակայության արդյունք է, արվեստական պատկեր է եւ այլն, բայց ու դա այդպես կինոից ոնց որ դրվագ լինի, էլի, որ ասենք ինչ որ մեկ ուզում է խուլիգանություն անի, պարեկին խնդրում է, որ իրեն ուղեկցի, որ հանկարծ իրեն ճամփին չբռնեն տփեն, դա իրոք ասենք Հայաստանի անկախության պատմության եւ ամենաազդեցիկ բաներից, վիդեոներից մեկն է, էլի։ Իհարկե մենք գիտենք, որ վերջի մի քանի ամսում իրավապահ համակարգը զբաղվում էր ոչ իր ուղիղ գործառույթներով եւ նաեւ այս վերջերս 3 չարաչորներ մի սահմռկեցուցիչ պատմություն դարձավ հանրային սեփականություն, տեղեկատվություն, որ Գառնանը մի ոստիկան 2 տարեց կնոջը սպանել գումարը եւ ոսկիները հափշտակելով եւ ինչ որ ժամանակ նույնիսկ ազատ մանա եկել։ Հա եւ մարդիկ մոտապես իմացել են թե ինչ է տեղի ունեցել, թե ով է արել դա կարող է հետագայում պարզվել, բայց հաստատ այն փութաջանությամբ չեն հետաքննել այդ սպանությունները, տարեց կանանց, ինչպիսին ասենք հետաքննում էին կամ ինչպիսի արագությամբ բռնում էին անդիմադիր գործիչների, գետին էին փռում կամ մանկահասակ երեխաների
մոտից տանում էին իրենց ծնողներին, էլի։ Ամեն դեպքում նորմալ արևմտյան արժեքներով երկրում Հայկ Կոնջարյանի տեղ եղած քաղաքական գործիչը պետք է հրաժարվեր մանդատից, ել չենք խոսում, որ պետք է չդառնար ազգային ժողովի Եվ ընդհանրապես հանրային գործունեությունից կհեռանար։ Այո, բայց քանի որ սա Հայաստանն է եւ Հայկն էլ ուրեմն սիրում է բարոյախրատական ինչ-որ բաներ պատմել, թեւավոր խոսքերով, ճառերով եւ այլն, ես մի գրամ չեմ կասկածում, որ մի երկու ամիս գուցե ինքը այսպես քիչ երևա կամ բան բարոյախրատական բաներ քիչ կասի, բայց ամեն դեպքում վստահ եմ, որ լրիվ հակառակը, վստահ եմ, որ լրիվ հակառակը, որպեսզի ցույց տա, որ անձամբ իր հետ այս պատմությունը կապ չունի։ Դե չմոռանանք նաև, որ նույն Հայկ Կոնջարյանի հետ էլի հետաքրքիր պատմություններ կան կապված, ոչ վերջին հերթին իր տիկնոջ զբաղեցած բարձր պաշտոնը։ Տիկնոջ մի ասեք կնոջ, ոնց ասես իր պարոնի։ Իր կնոջ զբաղեցրած բարձր պաշտոնը հայփոստ վնասով աշխատող հայփոստում եւ բարձր աշխատավարձը եւ նաեւ անհասկանալի եղանակը, որում նա հայտնվել է այդ պաշտոնին, պետք է հասկանանք, հա, հայփոստը 100% պետական ձեռնարկություն է, այնտեղ ինչպես պետական այլ ծառայողների համար, նախարարությունների, քաղաքացիական ծառայողների համար, այնտեղ նույնպես գործում են մրցույթային կարգեր տնօրենների կամ բարձր պաշտոնների ընտրովի կամ նշանակվի պաշտոնների համար։ Դրան առաջին անդրադարձել էր օրագիրը, որ կինը իր բանը սարքել, աշխատավարձը սարքել է $10,000 մոտ եւ անցած տարին ամփոփել է, եթե չեմ սխալվում, 500 միլիոն դրամ վնասով։ Թեև լավ չեմ հիշում, բայց կարծում այդ ահռելի գումար էր, էլի։ Դե արդարության համար պետք է ասենք, որ Հայկ Կոնջարյանը միակը չէ, որ կնոջը լավ տեղավորել է։ Ես իրենց հորեղբորն եմ ճանաչում Համլետ Կոնջարյանին, որը բացառիկ ինտելիգենտ մարդ է, բայց դա ոչինչ չի նշանակում։ Ու իրոք այդ չի տեղավորվում էլ այդ մարդու կերպարը, այդ մարդու խոսքը, պահվածքը եւ այլն, եւ այս Հայկի եւ Ավետի բաները էլի անպատկերացնելի բան է։ Իդեպ ասեմ, որ Չարենցավանում Գևորգ Էմինի փողոցը բացվել է իրենց հորեղբոր նախաձեռնությամբ Համլետ Կոնջարյանի վերաբավել է իրենց։ Անցած շաբաթ մենք տեսանք ուրեմն այս մի process, որը վաղուց մի քիչ ավելի շուտ էր սկսել, արդեն 1 ամիս ընտրություններից հետո անմիջապես սկսել էր, ուրեմն ԿՊ-ն ինչ որ կադրերի ազատվում է, ռակիրովկաներ է անում եւ այլն։ Մենք նախապես տեսել էինք Ալեն Սիմոնյանին, որ թողեց գնաց եւ ենթադրվում է, որ ինքը սպասում է ինչ որ դեսպանի պաշտոնի կամ բանի, բնական է, որ իրան անգործ չեն թողնի, բայց Ռուսաստանում դեսպան կնշանակեն երբ ինքը շատ է սիրում Ռուսաստանը։ Երեք իմացանք, որ Արայիկ Հարությունյանն է այդ ավելի շուտ էր հայտնի, այո, բայց երեք արդեն այդ պաշտոնական քանի որ մանդատը ստացել է, այո, արդեն դա հրապարակվեց Տարոն Չախոյան իր տեղակալը, որը մեր, չգիտեմ, նոր ժամանակների Գեբելսն է եւ ապատեղեկատվությամբ մարդկանց թիրախավորելու, ստեր տարածելու, այսպես թիվ 1 անձնավորություն։ Մարդիկ կան մեդիա մագնատ են, իսկ Տարոն Չախոյանը եկեք ֆեյք մագնատ է, ֆեյքերի մագնատն է, էլի։ Ֆեյք մեդիայի մագնատը կամ կարելի ասել։ Ընդհանուր Հայաստանում եթե նայենք, ասենք, չգիտեմ, բոլոր ոլորտներում այդ fake-ը շատ տարածված բան է եւ բնական է, որ մագնատն էլ պետքա fake լինի։ Fake-ով լինի։ Ну, սա իհարկե ես չեմ հավատում, որ սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է այդ fake նորություններից, մարդկանց բացարձակ բանից, հա, ուղղակի ինչ որ process է տեղի ունենում։ Ես չգիտեմ, սա ոնց բացատրեմ, ինձ թվում է, որ կա երկու բան, ԿՊ-ական երկու շերտ կա,
մի շերտը ԿՊ-ի եկել փող աշխատելու համար, որ եկել են ուղղակի ինչ որ շանս է բացվել կյանքում ինչ որ փող աշխատելու բանի, եկել են համաձայն են ամեն ինչի եւ եկել են փող աշխատելու ուղղակի, բայց կա մի հատ երկրորդ խումբ, որը շատ փոքրաթիվ է, իրենք վերաբերում են 2018-ին, տենց շատ հավատով, բան, որ հավատը եւ այլն բան։ Ես ուզում եմ այդ զուգահեռ անցկացնեմ մի շատ հետաքրքիր հետ։ Սլյոսկին անունով մի հեղինակ կա, արևմտյան ամերիկյան բան գիտնական է, մի գիրք ունի, կոչվում է բանի կառավարության տունը, որտեղ ասում է, որ բոլշևիկները 17 թվականին, որ վերցին իշխանությունը, իրենք քաղաքական ապացուցում է, որ ոչ թե քաղաքական կուսակցություն էր դա, այլ կրոնական կազմակերպություն էր։ Եվ այն, որ գալիս էր եւ տեսնում են, որ ձախողվում է իրանց այդ հավատը եւ այլն բան, դա բերում էր նրան, որ իրենք իրենց մեջ սկսում էին մեղավոր փնտրել, ով լավ չի աշխատում, հանում գնդակահարում էին, ով որ կարծում են, որ թերացել է եւ այլն, ու դա ողջունում էին, որովհետեւ դա ոչ թե քաղաքական կուրս էր, ոչ թե բան էր, այլ դա հավատ էր, կրոն էր դա։ Հիմա այդ նույն բանը մենք տեսնում ենք ԿՊ-ի բանում ու հենց հավատավորների եւ ընդ որում ասենք կռապաշտական, այսինքն եթե իրենք կարող են իրենք գնդակահարեն, այսինքն եթե հնարավոր լիներ հիմալներ 1930-ական թվականները Մուսոլինին լիներ Իտալիայի վարչապետը, չգիտեմ, Գերմանիայի կանցլերը լիներ մեր հայտնի մարդը եւ այլն, անունը չեմ տալի, որ մեզ չբլոկի։ Ես վստահ եմ, որ ասենք Արայիկին եւ Տարոն Չախոյանին կկանգնեցնեին պատի տակ եւ կգնդակարին։ Բայց քանի որ ժամանակները փոխվել են, կա արևմտյան վերահսկողություն եւ այլն, այս ուղղակի ռակիրովկաներ են անում, բան են անում եւ այլն։ Կարող ենք ասել, որ Արայիկն ու Տարոնը պատվավոր հակսոր են ուղարկվել ազգային ժողով տեղեկատվական ճակատում պատերազմը պարտվելու պատճառով։ Սրա հիմքը, բայց ուրիշ բան է։ Սրա հիմքը ես կարծում եմ, որ եւ այդ քո ասածը կա պրակտիկ բանը կա, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը շատ պրագմատիկ գործիչ է, բայց մյուս կողմից այստեղ կա նաեւ այդ ներքին դեպրեսիան, որ իրականում իրենք այն ինչը որ արել են, որ ասենք, չգիտեմ, Եվրամիության երկրների ղեկավարներ եկել են Երևան, թոշակները բարձրացրել են, ապահովագրություն են մտցրել, բանակի եսիմ չէ, այդ կոնցենտրացիան այս տարվա սկզբի այնքան շատ էր, որ իրենք չպիտի հավաքեին, չպիտի կրվեին էլ ընտրությունները, իրականում իրենք կրվել են ընտրությունները եւ բան են արել, ձայնագողություն են արել, այդպես են վերցրել մեծամասնությունը, ու դա առաջացնում է ներքին դեպրեսիա, որ շատ խորը բան։ Հիմա սկսելու է սև շրջան։ Ակնհայտ է, որ հիմա սև շրջան է սկսում, որ պահանջում են հանրաքվեներ անցկացնել, չգիտեմ, Ռուսաստանն է ինչ որ քայլեր անում եւ այլն։ Հայաստանի ներքին գործերին միջամտության հիմա եթե սպիտակ շրջանը իրենք այսպես ցախողել են, բայց սև շրջանում ինչ է լինելու։ Ու դա առաջացնում է ներքին դեպրեսիա, վախեր եւ բաներ։ Դե ձայնագողների խարանը միանշանակ կա, ձայնագողության խարանը միանշանակ կա իրեն ճակատին կպցրած, բայց կա նաեւ այս հետաքրքիր սկանդալային պատմությունները։ Միջարոտ չմոռանանք էլի, հա, որ նույն Հայկ Կոնջուրյանը եւ իր ընտանիքը միակը չէ, որ այսպես հարմար տեղավորվել են։ Արարատ Միրզոյանի կինն աշխատում բանում ՓՄԾ զարգացման կենտրոնում հայ էկոնոմիկայի նախարարության տակ այսպես գնել Սանոսյանը, որ $250,000 առանձնատունը կառուցում ավանում, հարմար տեղավորվել է Ամուլսարում որպես կառավարության ներկայացուցիչ եւ հսկայական Փողոստանում Ռոմանոս Պետրոսյանը եկամուտ չունի։ Այո, Ռոմանոս Պետրոսյանը, որը գնացել տեղավորվել է հեծում եւ միջին աշխատավարձից 12 անգամ ավել աշխատավարձ է ստանում, չնայած հերքում էր 4-5 միլիոնից աշխատավարձը, բայց պարզ դարձավ, որ 6 ամսվա համար մոտապես մի 56 միլիոն դրամ աշխատավարձ էր ստացել այնտեղից։ Լիքը այսպիսի տարբեր բաներ, բայց չմոռանանք, հա, որ օրինակ, ասենք նույն Նիկոլի առաջի կառավարության նախարարները Լիթ Մագունց,
Մխիթար Հարապետյան, Արեգ Հարությունյան եւ այլ այսպիսիներ կային, որոնք որ լավ հարմար տեղավորվեցին հետագայում ինչ որ լավ փողոտ յուղալի պաշտոններում։ Չմոռանանք նույն Արեգ Հարությունյանը, ասենք Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահն է նաեւ, այնտեղից էլ հաստատ ինչ որ մի փող ունի։ Հավաքնումը ՀԱՕԿ նախագահ դառնալու, Օլիմպիական կոմիտեի նախագահ դառնալուն եւ այլն տարբեր բաներ։ Մխիթար Հարապետյանը իր Սփյուռքի նախարարությունը ոչնչացնելուց հետո գնաց հարմար տեղավորվեց Իմ Քայլի հիմնադրամի տնօրեն։ Եվ այլն Լիտ Մակունցը գնաց Միացյալ Նահանգներ դեսպան, այր մշակույթի նախարարությունը կամ հետո ազգային ժողովում ԿՊ կամ Իմ Քայլեն ժամանակ խմբակցության ղեկավարի պաշտոն լքելուց հետո տարատեսակ են 1000 այսպիսի բան կարելի է գտնել, բայց ինձ թվում է ամենակարկառուն ամենազազրելի նույնիսկ դեպքը դա Վիլեն Գաբրիելյան դեպքն է, որը 2025-ին հիշում ենք մարտին Գյումրիում խայտարակ միջադեպից հետո վայրդրեց մանդատը, իհարկե կարծում որ հարկադրաբար վայրդրեց մանդատը, դա պատճառաբանել որ ազգային ժողովի падգամավորին հարր չէ իր վարկագիծը, բայց այսօր ինքն էլ, բայց դա իրենց էլ է գալիս։ Ինքը ունի ինչ որ թասիբի բաներ, որ տենց խմած։ Ինձ թվում է որ դա իմիտացիա է թասիբի իրականում, որովհետև դա շատ խոր է որ նայենք իհարկե, որովհետև իրենք ինքը Փամբուկչյան Արմենը հանդես են գալիս այսպես ռազմական ինչ որ բան, բայց Փամբուկչյան Արմենի վարկագիծը որ նայում ես անում Երևանի քաղաքապետարանում ֆիզիկի բան է դրել, հա։ Եվ օրինակ ասենք Արայիկ Հարությունյանը երբեք այսպես միլիտարիստական բաներ չի ասել։ Երբեք պարզ եղել, որ ինքը ասենք, չգիտեմ, բանի Արցախը հանձնելու կողմնակից եղել միշտ կամ չգիտեմ, այդ ազատագրված տարածքները հանձնելու։ Դա իրանց էությունն է, բայց ես կարծում եմ մյուս կողմը ու Վիլենի պարագայում իրենք այսպես Օմարի արծիվ, չգիտեմ, ինչ միջև վաշ կկռվենք, մենք հիշում ես, որ ծովերի օրենսդրությունն էին մշակում։ Հա, ես հիշում եմ նաև Ալեն Սիմոնյանի եւ Պապիկյան Սորեկի Աղդամը մեր հայրենիքն է, նռներով Աղդամի եւ հետագայում դա պարզա որ դա ուղղակի ասել են նկարվեք չգիտեմ բայց նա նախ իշխանական բաներ, այսինքն իրանք արդեն իշխանություն են այդ ժամանակ։ Օրինակ ես բանին իրենք արդեն այդ ժամանակ իշխանություն են։ Արմենին մի հատ գիրք էին նվիրել, որ 44 թվականի նոյեմբերին Բերլինում, այսինքն պաշարված եւ ռմբակոծող Բերլինում փիլիսոփայական գիրք են տպել շատ վատ որակի թղթի վրա, բայց այդ որ ասենք իրենք չեն հանձնվել ու այդ ամենածանր 44 թվականին Բերլինը պաշարված էր, բայց դեպս ռմբակոծվում էր արդեն բաներ 44 թվականին կարծեմ նոյեմբերին շատ հետաքրքիր բաներ, որ ու ես իր մեջ տեսնում եմ այդ բանը, էլի որ հայկական ոգու ինչ որ մարդ են չողում, բայց հետո պարզեց որ դա Փուչ բանը։ Վիլենի պարագան մենք մի հատ հետաքրքիր հոդված ենք գրել, որ ինքը Գարդման Շիրվան Գարդման Նախիջևան այո ՀԿ-ի հիմնադիրն է, այնտեղից այդ բանն են գրել, կարծեմ մի քանի միլիոն փող այնտեղից է ստացել, 2 միլիոն ազգային ժողովից իր ձեռքը լրացված այդ բանն ենք դրել, եւ փաստորեն պաշտպանության բանը հանձնաժողովի նախագահը չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ես էլ իհարկե չեմ ճանաչում։ Ես շատ կուզենայի, որ ինքը իրոք չճանաչեր, բայց սա կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի ամենամեծ ֆեյլերից մեկն է այս նախընտրական բանից հետո եւ ինչ որ գործողությունները անպայման լինելու են։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ այստեղ մենք գաղափարական սնանկության հետ գործ ունենք, հերթական գաղափարական սնանկության, որ մարդը կարող ասենք մի սենյակ մտնի, ասի կեցե խաղաղության խաչմերուկը, կեցե Նիկոլ Փաշինյանը եւ այլն, հետո գնեմ այդ ուրիշ սենյակ, որտեղ իրեն բարձր աշխատավարձ են տալի եւ ասի, որ այո, ինչ Ադրբեջան, ինչ SM, ինչ եւ այլն, նույն ժամանակաշրջանը ոչ թե ասենք 10 տարի առաջ եղել հիմա ինքը ասենք չէ նույն օրը նույն օրը կարող է նաև ժամացույցով նույն ժամին դա խայտարակություն է իհարկե ու հիմա այս նույն բանը նույն կառուցվածքն է էլի վերաբերում Հայկ Կոնջորյանին
Այսինքն մարդը, որը ուրիշներին քննադատում ասում է, որ ես իմ ինչ նախկինը ես իմ էսեի կանում թալանում եք, ճնշում եք, ես իմ չկամ, հենց հիմա իր եղբայրը, ասենք Պարեկի մեքենան հետևից գցած, մանա գալ ինչ որ բանի, ինչ որ մեկի տան մոտով անցնում է, հայոյում է, բանանում եւ Դե հաստատ չէր կարող այդպես անել, Պարեկի մեքենա հետևից կամ առաջից գցեր, եթե ինքը Հայկ Կոնջարյանի եղբայրը չէր։ Այդ եմ ասում։ Հաստատ չէր կարող։ Այդ եմ ասում։ Հիմա բայց Հայկ Կոնջարյանը իր մեջ ոչ մի բան չի զգում, ամոթ չի զգում, բան չի զգում, էլի, այսինքն ամոթ չի զգում երևի նաև Արփինե Սարգսյանը, հա, ասինքն ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը երևի ամոթ չի զգում, որ իր ենթակայության տակ գտնվող բարեկային ծառայությունը այդպիսի բաներով է զբաղված։ Հաստատ ամոթ չի զգում։ Հաստատ ամոթ չի զգում նաև այն դեպքերով, որ ասենք աշկիս առաջ է տեղի ունեցել, ոնց ասենք բարեկները զենքների վրան մտնում են խանութ առևտուր անելու։ Իդեպ մենք այստեղ բան ենք, այս գաղափարազուրկ պահը որ կա, որ խոսում ենք հիմա Տարոն Չախյանը երեխա է ունեցել եւ ընդդիմադիր գործիչներ ուժեղ Հայաստանից շնորհավորել են, բան հետո ասում են մենք դա շնորհավորել ենք, որովհետեւ մենք ուզեցել ենք ին ցույց տանք, որ ինքը որ մեզ բանտարկում է, մենք էլ բայց իր երախուն առողջություն ենք մաղթում, եսի ինչ ենք մաղթում, մարդկային դեմք ենք ցույց տալիս։ Մարդկային դեմք։ Նու ասենք այնուամենայնիվ նույնիսկ ասենք այս կրուտի տիպ արագան պետք է ասել, որ տղա ջան, Նիկոլ դաժ նույնիսկ այս բանում Նիկոլ Փաշինյանը քեզ լավն է, որովհետև Նիկոլ Փաշինյանի կրուտիկները գոնե ասենք ուտվում են, տենց ասենք դաղ կրուտիկներ չի անում, էլի որ մենք ցույց ենք տալի, թե մենք ինչքան բարձր ենք այդ բանը։ Գոնե ասեք կներեք երեխա է ծնվել, ես բան եմ արել։ Ընդամենը երեխու ծնունդ եմ շնորհավորել։ Այս շաբաթվա կարևոր մյուս իրադարձությունը Ռուսաստանի հետ խորացող բաներն է, այսպես հակասություններն է, որ Ռուսաստանը շարունակում է սահմանափակումներ մտցնել, չգիտեմ, ձուկը, մթերքը, այլ մթերքներ եւ այլն, եւ Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը, որտեղ ասվում է, որ Պուտինը պահանջել է, որ մենք հանրաքվե անենք։ Իհարկե այստեղ հարց առաջանում, թե ոնց է լինում դա, որ ասենք մենք ԵԱՏՄ ենք մտնում գիշերը հանկարծակի եւ անակնկալ կերպով առանց հանրաքվեի, բայց դուրս գալը պետք է դա լինի անպայման հանրաքվեով, սա շատ մեծ բան է։ Այստեղ սա շատ հետաքրքիր process է այն իմաստով, որ կան ասենք կա Նիկոլ Փաշինյան, բայց կա նաև Հայաստան, չէ՞, ասենք ունես արժանապատվություն։ Հիմա ու մարդիկ, որոնք հիմա ասենք ասում են, որ հա, չէ, պետք է հանրաքվե անենք ԵԱՏՄ-ի համար եւ Իմիջիայլոց կհն այդպեսի մի բան է գրանցել։ Հա ԵԱՏՄ-ի հանրաքվեի, ԵՄ-ԵԱՏՄ հանրաքվեի նախաձեռնությունը գրանցել։ Ինձ թվում է, որ դրա հետևելի մեկը Նիկոլն է կանգնած, բայց չմոռանանք մի բան, հա, որ օրինակ կա եւս մեկ այսպես ռազմաքաղաքական կառույց, որին Հայաստանը անդամակցում է սառեցված կերպով, դա ՀԱՊԿ-ն է, եւ կարծում եմ, որ ՀԱՊԿ-ի հետ կապված էլ է նույն պահանջը լինելու։ Չկա այդպիսի ստատուս։ Կարգավիճակ չկա, կարգավիճակ չկա, հա, սառեցված անդամություն, սառեցված անդամություն։ Այդ ես կամ հայակվեմ իմ անդամությունը սառեցնեմ։ Կամ ամուսնացած ես, կամ ամուսնացած չես, կամ կեսեղի չես կարելի լսել է։ Լինում էլի սառեցված։ Եվ սա գալիս է ցույց տալու մի բան, հա, որ Ռուսաստանը ի վերջո մեզ չի դիտարկում որպես այսպես անկախ սուբյեկտ, երբեք չի դիտարկել բնականաբար, բայց այս պահանջը հենց եղել ենք անկախ սուբյեկտ չենք եղել։ Չենք եղել։ Այո։ Եվ մեր իմիջիայլոց սուբյեկտայնությունը համար կարելի ասել զրոյացել է այս վերջի տարիների ընթացքում, ինչքան էլ որ փորձեն մեզ ցույց տալ, որ տեսեք ինքնիշխանություն են խաղում մեզ կոմենքում եւ այլն, բայց ինքնիշխանությունը միայն դեռ արտաքին հարաբերություններում չի որոշում, ինքնիշխանությունը որոշում է ինքնիշխան որոշումներ կայացնելու կարողություններով, հա։ Հիմա եթե նայենք օրինակ այդ ՀԱՊԿ-ում սառեցված անդամությանը, եթե նայենք Եվրաքվեին, բայց հետաձգված ԵՄ անդամակցությանը հետաձգված որոշումներով, հետաձգման որոշումներով Հայաստանի ինքնիշխանությունը
կասկածի տակ դնելով, բայց նաև կասկածի տակ դնելով Եվրամիության պատրաստությունը կամ մեր պատրաստակամությունը եվրոինտեգրմանը եւ այլն, այստեղ մենք գործ ունենք ընդհանրապես ժամանակ ձգելու մի process-ի հետ, ես կարծում եմ։ Նույնը վերաբերում միջելուց ասենք սահմանադրական հարակվին, հիշում ես խոստանում էին մարտ ամսին սահմանության տեքստ, այո, հետո խոստանում էին ընտրություններից առաջ հրապարակել, հետո հիմա խոստանում են դեկտեմբերին, եւ այլն, սպասում են ինչ-որ աշխարհական տրիգերների, բայց այդ տրիգերներին սպասելով դու միայն խորացնում ես ճգնաժամը։ Եվ ներքին ճգնաժամը եւ արտաքին ճգնաժամը։ Այստեղ մի քանի բան կա, որ ես ուզում անպայման որ անդրադառնալ դրանց։ Նախ այս սրիկայությունը, որը ակնհայտ է, որ չգիտեմ ոնց ասեմ, էլի, ասենք դու երկրի ղեկավար ես, ասում են ձուկը չի արգելվում է եւ այլն, դու ասում ես, որ ձուկը լավը չի։ Դա բացարձակ սրիկայություն է իհարկե։ Ասենք լավը չի, բանա, պարզ այդ կերերը, չգիտեմ, հատուկ եսի ինչեր բաներ, հայ ժողովուրդը աստվածտավել չի խնայել։ Լրիվ նույնն է նորվեգական սաղմոնը, լրիվ նույն բանն է, նույն կերն է ուտում նորվեգական սաղմոնը։ Ուղղակի այն մեկը աղիջրի մեջ է աճում, այս մեկը քաղցր է։ Ավետիք չեմ, բայց դու ղեկավար ես, հիմա քեզ եկել ասում են, մեզ ծեծում են, չգիտեմ որտեղ։ Դու կարաս ասես դիմացեք, հիմա չեմ կարողական, բայց դու ասում ես դու ես մեղավոր, որ քեզ ծեծում են, բայց դու ես չպատասխանում, դու ես դա հրահրել, որ ես մարդուն ծեծում են, գոնե մտքաներես ասացում ես դու ես չեմ ուտում յուղը շատ է, չգիտեմ ինչ։ Ես մի քանի անգամ օրինակ տեսել եմ տես բան, որ ասենք եկել են մի հատ բանի մեծահարուստի մոտ ասել են լավ կեր կա, էժան, ես ձուկը ես իմ դառնում է 50 կիլո, ես իմ ինչ-բան, ես ասենք ասել եմ ոնց կարելի ասենք sense բանի փող տալ կամ որ մարդկանց առողջությանը վնաս ալնել, բայց հայ ժողովուրդը կամ փողը ընդհանրապես դրան չի նայում, եթե պետություն թույլ է տալ։ Երկրորդ այդ արտեզյան ջրերի մասին միլիոն հրապարակում ա եղել արդեն 20 տարի, որ այդ ջրերը, չգիտեմ, դատարկում եք չորանալու է արածն դաշտավայրը դառնալու է անապատ, եթե դա շարունակեք եւ այլն։ Իբր դա կարգավորել են ես իմ չեն արել։ Այդ ջրավազաններից այդ բաները որ կան, որտեղ փորած է եւ այլն, դրա ասենք մի 30%-ը լրիվ ապօրինի է, միջև հիմա վճարում են քեշով ինչ որ պաշտոնյաների, ինչ որ բաների եւ այլն, որ դրան աչք փակեն եւ այլն։ Ես ճիշտ ասած ուզում եմ գնայի դրանք դռանով նկարել, հետո հասկացա, որ սահմանամերձ տարածքները։ Հա, լիքը կարիք չկա։ Որտեվ այդ դրա մի դրա դեմնել են արել, օրենսդրական կարգավորումը դրա դեմնել են արել։ Դրա մասին ես գիտեմ դրա մասին, ածեն չգիտի։ Բնականաբար բոլորը գիտեն, չգիտի, Նիկոլը չգիտի։ Բայց դու չես դա փողա բերում, այդ լավը կարելի է ապօրինություն անել, քեշով փողը գալիս է, ես ինչ անում, լավ է, բայց հենց որ Ռուսաստանը արգելում է քոպով վրա պատասխանատվություն կա թե ձուկը ինչ պիտենք, դու ասում ես որ չէ, բան արեք։ Ձուկը լավը չի։ Լավը չի։ Այդ նույնն է, ոնց որ բռնաբարության զոհին մեղադրես, որ ինքը ուսերը բացեր քայլում։ Ու ճիշտ ասած այդ քաղաքականությունն է, որ սրիկայությունն է, այդ մոտեցումը բանի։ Մյուս վիրավորական բանն է, որ բոլորը մեզից պահանջում են հանրակրթ անցկացնել։ Իսկական Ռուսաստանը պահանջում է, Ադրբեջան, Թուրքիան պահանջում են, հաստատ հետո գալու են մի հատ Եվրամիության պահանջ, որ հանրակրթ արեք։ Իսկ հիշում ես մի հատ հանրակրթի նախաձեռնություն կար։ Այո։ 20 թվականի սկզբին։ 7 հոգու զբաղվածության հարցով սահմանադրական դատարանի դատավորների զբաղվածության հարցով հանրակրթ էին ուզում անցկացնել, հիշում ես։ Որը հետո ձախողվեց եւ արեցին ազգային ժողովով։ Ապօրինի կերպով արեցին ազգային ժողովը, բայց դա այո։ Ես կարծում եմ, որ եթե մենք այս երկու հանրակրթները բան ենք անում, գումարում ենք իրար, ապա պետք է մի հատ խնդրել Վրաստանին, եղբայրական ասել դուք ինչ կուզեք, որ մենք մոտ հանրակրթ անենք, եւ մի հատ էլ ասենք այլ Իրանին դիմել, ասել որ դուք եք մեր հարևանը, դուք եք ինչ որ բաներ։ Մի հանրակրթ դուք պահանջը կա, որ բան անենք, որ աշխարհական հավասարակշռությունը պահպանենք։ Այդ շրջանը որ կար, որ ասենք Ադրբեջանը գալիս էր ինչ որ բաներ էր վերցնում անդադ այդ ու ինչ որ հայտնի չէ թե դա երբ է ավարտվելու, հիմա էլ իհարկե դա կարող է սառեցված վիճակում ես։ Չէ, այդքան էլ սառեցված չի։ Ասեմ քեզ այդքան էլ սառեցված չի։ Ես ասում եմ, որ եկեք ինչ-որ մի բան էլ, ասենք Վրաստանին տանք, մի բան էլ տանք Իրանին։ Վրաստանին տալու թեմա կա, հա, Թուրքիային տալու թեմա կա։ Դե իհարկե կատեք համավետիկ։
Շատ մի խորացի իմացություն։ Չեմ խորանում, բայց իրականում որ ասում ես Ադրբեջանը ինչ որ սառեցրել է, իրականում դա այդքան էլ այդպես չի։ Արբանյակային լուսանկարների վերլուծությամբ պարզվում է եւ հստակ հաստատվում է, որ ռազմակալված տարածքներում Ադրբեջանը շարունակում է ամրացված դիրքեր կառուցել, կառուցված դիրքերը էլի ամրացնել եւ ակնհայտ է որ այս պայմանավորվածությունները որ մեզ կերակրում են իբր թե հա որ սահմանագծման սահմանազատման արդյունքում այդ հարցերը կարգավորվի իրականում կարգավորվել է բացառապես Ադրբեջանի օգտին ես չեմ կարծում որ ջերմուկի տարածքներից Ադրբեջանը հենց այդպես դուրս է գալու չեմ կարծում որ Գեղարքունիքի շրջանում ռազմակալված տարածքներից Ադրբեջանը հենց այդպես դուրս է գալու կամ Սյունիքից հա չեն դուրս գալու այն նրա համար չեն մտել դուրս գալու համար չեն մտել ցավոք սրտի այդպես է դե միանշանակ ավետիք ջան բայց դուրս են գալու հա լավ արի sense հիմա շատ բանի պոլեմիկայի մեջ չընկնենք չէ՞ այստեղ իրականում մենք բան չունենք էլի հակառակ կարծիքներ չունենք մյուս կարևոր բանը այս շաբաթվա այս վերջին մի քանի շաբաթվա այդ Գագիկ Ծառուկյանի ունեցվածքի մեջ անելու process-ն է ապորինի կերպով մեջ անելու արի բան ենք էլի հա դրան չեզոք չենք կարող վերաբերվել որովհետև դա ցուցիչ է ցեմենտի արա ցեմենտը մտնում է բաներ մարզասրահներ 38 կոնյակի ձեռնարկությունում 38 ձեռնարկությունում բաժնե մասի խլումը տեղի ունեցել դատախազությունը իբր թե միջնորդություն է ներկայացրել հակկոռուպցիոն դատարանել բավարարել այդ միջնորդությունը այստեղ չկա դատավճիռ դες չկա քրեական գործով քննչական գործողություններ արգելանք հա արգելանք լիներ պիտի արգելանք դրվել այդ գույքի մասնաբաժինների եւ դրամական միջոցների վրա մնացորդի վրա բայց արգելանք չի դրվել եւ արգելանք կարող է դրվել դրանց ընդհանրապես ասենք օտարումը բացառելու վրա բայց գիտենք ասենք այդ օտարումը բացառելու վրա արգելանքները այդ ինչա կատարում Հովիկ Աբրահամյանի տունը վկա էլի մանումենտի հիմա մենք ես կարծում եմ որ մի հատ թեստ ենք անցնում էլի որ իհարկե ասենք դժվար է պատկերացնել ասենք Քաղբանտարկյալ եւ Ծառուկյան բառերի համադրությունը որովհետեւ միշտ Ծառուկյանը հանդես է եկել այդպես բան հա իշխանական գծի մեջ էլի իշխանական գծի մեջ չմոռանանք նաեւ որ մարզային ուժեղ տղա չմոռանանք նաեւ որ Նիկոլի քաղաքական գործընկերներ կոալիցիոն գործընկերներ 18 թվականին չմոռանանք դրա մասին չէ հիմա այստեղ մատ էսպիսի բան կա էլի ինչքանով կան արժեքներ մեր հասարակության մեջ եւ ինչքանով կա ուղակի շահ նու parza որ ասենք քփան որոշել է որ պետքա Ծառուկյանին բանանի, այսպես ասենք, ռասկուլաչի տանի, չգիտեմ ինչ անի եւ այլն, ոչնչացնի, այդ իմպերիան բանանի։ Նախ այդտեղ հարց առաջանում, որ օրինակ ասենք, եթե նախկին պաշտոնյա, ասենք Գագիկ Խաչատրյանն կամ ես իմիշտա հարց առաջանում, թե որտեղից ասենք իրան այսպիսի կարողություն, եթե մարդը միայն ասենք հարկայինում աշխատել եւ այլն։ Բայց մյուս կողմից էլ, ասենք, բայց եթե Ծառուկյանը չունենա, բա ուրեմն ով ունի։ Այնուամենայնիվ դա Հայաստանում ստեղծած կապիտալ է, մարդը զբաղվել է գործարարությամբ, կարող ասենք հարկ չի վճարել, կարող չգիտեմ ինչ չի արել եւ այլն։ Այդ հարկ չվճարելու հետ կապված մենք մեր բանը արել ենք, էլի, վերլուծությունը արել ենք։ Հա, ես դատարանի վճիռ ունեմ, որ կարելի է հարկ չվճարել։ Լուրջ։ Հատած մի բան էլ իմ հետ կա գիտես, չէ՞։ Ես անցած տարի որ ուսուցիչ էի աշխատում, ոնց որ թե վերջի ամսվա հարկերը չեմ վճարել։ Նույնիսկ կենսաթոշակային հիմնադրամի մասանումը չեն կատարել էլի։ Շատ հետաքրքիր է, շատ։ Ու հաստատ էլի դատարանը քեզ բան կճանաչի ու չէ, այնտեղ գումարը այնքան չնչին է այդ գումարը, որ դե ինձ չի որ դե ուսուցչի աշխատավարձի բանը չէ, իհարկե սկզբունքի հարց է, իհարկե։ Այսինքն եթե պետությունը իր պետական հիմնարկին թույլ է տալիս որ հարկ չվճարի, չի պատժում դրա համար, այդ նշանակում է որ ուրեմն լրիվ պետությունը ասում է որ մի վճարի, կարեք չվճարեք։ Եղեք նիկոլական ու մի վճարեք հարկեր։
Տենց է ստացվում։ Լավ, հիմա մյուս մասը այն է, որ ուղակի մենք տեսնում ենք բան այն բոլշևիկյան զուգահեռը որ կա, որ ասենք եղել է 17 թիվ, եղել է բան, ինչով է տարբերվում, իհարկե հավատը քիչ է, չգիտեմ ինչը քիչ է եւ այլն, բայց մյուս կողմից էլ մենք տեսնում ենք այդ կուլակաթափությունը, որ իշխանությունը խաղում է մարդկանց հարուստների հանդեպ ատելության վրա։ Մարդիկ կան, որ ուրախանում են, որ ասենք մի հատ հարուստ մարդ հաստատ դառնալի աղքատ կամ չոքաստում են, խլում են ու դա երևում ասենք այդ բաներում, կոմենտներում, բաներում, բայց դա Հայաստանի վերջն է, որովհետև եթե մենք գնում ենք այդպես բանով, իհարկե դա ողբերգությունն է, որ կա մեծ հասարակության մեջ շերտ, որը ծայրահեղ աղքատության մեջ է եւ մարդիկ ունեն հացի խնդիր, սոցիալական խնդիրը շատ լուրջ է Հայաստանում եւ այլն, դա ծնում է ատելություն, բայց եթե այդ ատելությանը տալիս ենք, հագուրդ ենք տալիս այդ ատելությանը եւ անիրավությունը խրախուսում ենք, դա նշանակում է, որ այլևս այդ անիվը կանգնացնել չի լինի, որովհետև հետո մյուս քաղաքական ուժերն են գալու, ոչնչացնել են հիմիկվա կուլակներին, չգիտեմ ինչերն են գալու եւ այլն, ու ի վերջո Հայաստանը անկում է ապրելու, որովհետև ի վերջո դրսի ուժերը օգտվելու են դրանից, այդ ատելությունը մեր մեջ խորացնել են, տեղից էլ մենք մեզ շատ ենք ատում եւ սիրում ենք դրսիներին ավելի շատ քան մենք մեզ այդ չգիտեմ ես մտած բանն եմ էլի ինտեգրալ բանը սիրո եւ ատելության ինտեգրալը, որը հակառակն է ուղղված մեր ատելությունը ուղղված է մեր մեջ, իսկ սերը ուղղված է դեպի դուրս, բայց դրա մասին չխորանանք հիմա, այլ որ Ծառուկյանի օրինակով հիմա որոշվելու է Հայաստան լինելու է ապագայում թե չի լինելու, որովհետև եթե մենք չենք հանդուրժում ու չենք կարողանում արդարություն վերականգնել օրինական ճանապարհով ինչ որ կանոններ պահելով, այլ դա լինելու է այսպես ինչ որ ասենք, ինչ որ մեկի որոշելիքը բանը, որ սա խլեկն է, վերցրեք, սա չգիտեմ ինչ արեք եւ այլն, ու այն մարդիկ, որոնք թվում է թե քաղաքակիրթ են եւ այլն, օրինակ ասենք Տիգրան Ավինյանը որը թվում է թե ժամանակակից Երևանի կենտրոնում ես ինչ ասին ես ինչ օրինակ բերեցի թվում է որ բայց ինքը ասենք հայտարարում է որ մուլտիվելնեսը անունը փոխել է արդեն համեցեք մարզասրահ ով որ փաթեթոնի երեկա հայտարարել եկեք մարզասրահ հիմա ասենք իրենով արել իրականում իրենով արել բարձա որ այգու մեջ սարքել ապորինի բան է եղել այգու մեջ սարքել են ինչը բետոն է, ես իմ զզվելի մի հատ բան։ Դրանց առաջ տղեն հին հռոմներ, չէ՞։ Ոչ։ Այդտեղ իրականում սպորտային կոմպլեքս էր Գևորգ ջան։ Սովետի ժամանակ։ Թենիսի կորտերով։ Հա, բացօթյա, սպորտային կոմպլեքս էր, այո, բացօթյա սպորտային կոմպլեքս էր, թենիսի կորտերով, ջրավազանով, իր ամեն ինչով։ Ես ավելին ասեմ, կա լեգենդ, նու լեգենդ չէ, բամբասանք, խոսակցություն եւ այլն, որ համասանում Եվ որ ես չեմ կարում էլի համասան թեման շրջանցեմ, համասանում կար բան, բասեին, որը սարքել են տիր, որը չի աշխատում, ինչը հրացաններ են դրել 100 հատ, երբեք ոչ ոք այդ հրացաններից չի կարակում, դա այդպես ինչ-որ եսի ինչ են սարքել, ասում եմ, որ այդ բասեինը չի վերականգնվել, զուտ այն պատճառով, որ այդ բասեինը աշխատել էր ավելի էժան գնով եւ ավելի բան, որ մուլտիվելնեսը մնա այդ տարածքում միակ ջրային գոտին, որ մարդիկ գնան մուլտիվելնես, որտեղ մարզվելու համար գալիս են համասարանի բան, մարզասրահներ, բայց ջրային գոտի չունի, դրա համար գնում են այնտեղ բայց անկախ ամեն ինչից այսինքն ապօրինյա պետք է դա ապամոնտաժել պետք է չգիտեմ ինչ անել ոչ թե այդ ներսի գույքը որը դու չես առել այդ Տիգրան Ավինյան այդ ներսի գույքը դու ես առել Նիկոլն է առել այդ բանը հորտնից ես բերել բա ոնց ես դա այդ բաները անում այդ մարդիկ որոնք ասենք չգիտեմ մի քանի 100 մարդ մի օր
պարզում է, որ ինքը գործազուրկ է մնացել, որովհետև Նիկոլը Ծառուկյանի հետ խնդիր ունի։ Մի քանի հազար մարդ էլ մի ամբողջ ամիս իր վճարած ծառայությունների դիմաց ծառայություն չի ստացել։ Վարկեր ունի, երեխուն բան անում, չգիտեմ։ Տարբեր գնահատականներ մոտ 8000 մարդ Ծառուկյանին պատկանող կամ իր բաժնե մասով ընդ որում այնտեղ 100%-անոց չեն, հա։ Այս վերջերս պարզվեց, որ ինչ որ մի ռուսա, բելարուսա գործարար դատի է տվել Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր բաժնե մասի կամ իրեն պատկանող մասնամբ իրեն պատկանող ձեռնարկությունների նկատմամբ ապօրինի գործողություններ իրականացնելու համար։ Բայց եթե վերադառնանք, ասենք, հենց Ծառուկյանին, չմոռանանք, երբ կատարվեց այդ ձերբակալությունը եւ ստորացումը, հա, ընտրությունների համարյա կարելի ասել հաջորդ օրը, եւ ինչը դրանից հետո տեղի ունենում, վիճարկվում էր ընտրությունների արդյունքները, վիճարկվում են հենց Գագիկ Ծառուկյանի առաջնորդած քաղաքական ուժին բաժին հասնող ձայները եւ մանդատները, որից ինքը ապօրինաբար զրկվեց, հա, Ծառուկյանը աշկից լույսը չի տես։ Ես ընդհանրապես երբևէ ԲՀԿ-ին եւ իր վարած քաղաքական կուրսը չեմ համակրել, չնայած իրենց շարքերում ունեմ ինձ շատ մոտ հարազատ մարդիկ, բայց դրանք անձնական հարաբերություններ են, հա, քաղաքական հարաբերություններ չեն։ Բայց մենք ունենք այստեղ մի վիճակ, որ քաղաքական process-ը զուգորդվում է քրեական process-ով եւ դա կարծում եմ հստակ նպատակ ուներ։ Հա, ժողովրդի աչքում Ծառուկյանին ներկայացնել որպես հանցագործ եւ դրանով նաև արդարացնել Ծառուկյանին ձայների ձեռքելու գործընթացը։ Ես ամեն դեպքում կարծում եմ, որ մարդիկ պետք է իրենց անձնական վերաբերմունքը, անձնական կարծիքը, անձնական ինչը մի կողմ դնեն, որտեվ ես հասկանում եմ, որ ինձ համար էլ Ծառուկյանը շատ խոցելի մարդ է, շատ խոցելի դեմք է, եւ հասկանան, որ սա միայն Ծառուկյանի հարց չի, ընդհանրապես Ծառուկյանի հարց չի, սա Հայաստանի ներքին կանոնների ապագայի հարցն է, որ մենք ունենալու ենք պետություն, թե չենք ունենալու։ Եթե այդպես ինչ-որ մեկի մտքին տվեց ինչ-որ բան անի ու դա սկսում անել, ես հասկանում եմ, որ դա արևմուտքում ներկայացվում է, որ սա ռուսամերձ բանա, կապիտալը, դա անպամոնտաժում ենք, չգիտեմ, ռուսական, եսի ինչա եւ այլն։ Ռուսական ազդեցությունից դուրս գալու է, բայց դա մեր ներսի, մեր ներընտանեկան խնդիրն է, որը մենք պետք է ներսում լուծենք։ Ու ես կոչում եմ այն մարդկանց, ովքեր նայում են մեզ, լսում են մեզ, չգիտեմ ինչն, հասկանան, որ սա Ծառուկյանի հանդեպ վերաբերմունքի հարց չի, այլ սա հարց է, թե մենք ընդհանրապես որպես հասարակություն լինելու ենք, թե չենք լինելու։ Որտեվ եթե մենք չենք կարողանում ապօրինությունը օրինական ձևով վերացնենք, այլ նորից անում ենք ապօրինություն, դրանով մենք իրականում օրինականացնում ենք այն առաջնահերթ ապօրինությունը եւ քանդում ենք հետագայում օրինական ինչ-որ բան ունենալու մեր հեռանկարը։ Դա պետք է լինի շատ, չգիտեմ, լուրջ, շատ երկար ինչ-որ process, առանց նաև ինչ-որ մարդկանց վնասելու, որ ասենք այն մարդիկ, ովքեր մարզիչ են աշխատում, ցեմենտի գործանում, չգիտեմ, ինչ են աշխատում եւ այլն, կարողան աշխատել։ Իդեպ անվերադարձ իմիջելուց անվերադարձ վնասներ տվել են։ Այդ ցեմենտի գործարանի բանը, որ կառավարիչ է նշանակվել։ Բան նախկին փոխնախարար, հա, Արագածոտնի մարզպետ, որը հայտնի է, որ մարզպետանում ինչքան կին աշխատող է եղել, բոլորին ինչ որ բաներ է արել, հետամուտ է եղել, եսի ինչ արել եւ այլն։ Ու Նիկոլ Փաշինյանը իրան բերում է Արադ ցեմենտի գործարան։ Ասենք նախ դա նշանակում է իր կադրային ողբերգական վիճակի մասին, որ ինքը կադր չունի, երկրորդը, ասենք ոնց կարա այդ հիմքով աշխատանքից ազատված մարդը, ասենք հալա բերել եք խորհրդական եք նշանակել, որ ինչը փող ստանա ձեր ընկերն է, չգիտեմ, պահել է եւ այլն։ Բայց ոնց կարելի է հիմա տանել կրիզիսային իրավիճակում այդպես մարդու նշանակել գործարանի բան։ Դե մեկին էլ տարան կրիզիսային վիճակում գտնվող հեծում նշանակեցին ներկայացուցիչ տնօրեն եւ դրանից հետո ասենք չհայտարարված վթարները բազմակի շատացել են։ Իսկ անջատումներ, հոսանքի անջատումները այնքան են շատացել, որ էլ ասելու չի։ Երեք Երևանում տեղի ունեցել պայթյուն,
Ամիրյան փողոցը, որ իբր նոր վերանորոգեցին, երկու անգամ գետնի տակ անցկացրեցին եւ այլն, բա մալուխը գետնի տակ իբր պայթել է։ Ասենք դա ու եղանակը տաքը, չգիտեմ, շոքը, եսիմ ինչա դրա համար պայթել է, բայց դա ոնց կար այդպեսի բան լինի։ Այս այդ կադրը տեսել եմ, լավ է զոր չկար, էլի որտեվ հանգիստ կարար զոր ինչ Ամիրյան փողոցով, կենտրոնական փողոցով, որը Տիգրան Ավինյանն ասեց, հեսա օրինակելի ճանապարհ ենք, բան ենք սարքում, որ բոլոր փողոցները սենց են լինելու եւ այլն, այդ բոլոր փողոցները սկսել են տարակել, պարոն Ավինյան։ Այդ ո՞նց է լինելու։ Այդ եք սարքում, Երևանը սարքում եք, բան։ Դե այդ միակ դեպքը չի իհարկե, որ մի բան սարքում են, որը որ ասոցիացվում է Պայթյունի հետ։ Իրենց իշխանությունից հետո ինչ որ Հայաստանում ամեն տարի ինչ որ մեծ պայթյուններ են լինում, հա։ Կներես ավետիք չեմ որ քեզ պատտեց։ Դե այդ միակ դեպքը չի, ինչպես արդեն ասացինք, հա, այն լավ տեղերում յուրայիններին տեղավորելու Սանոսյանին հիշեցինք, Դավիթ Գրիգորյանին հիշեցինք, հա, Կոնջուրյան եւ այլն, բայց չմոռանանք, հա, որ սրանից մոտ 1 ամիս առաջ Պաուստային ֆոնդ կոչվող լափամանից, հա, ինչ որ հետաքրքիր 4 միլիարդ 965 միլիոն դրամ հետաքրքիր պարգևավճար բաժանեցին պետական ծառայողներին, նախարարությունների, մարզպետարանների, չգիտեմ, նույնիսկ ազգային ժողովին։ Եվ դա տեղի ունեցավ այն ֆոնի վրա, որ խայտարակ կատարողական կա լիքը տարբեր գծերով, ես այստեղ ուզում եմ իմ մասնագիտական ոլորտը հիշեցնել, ռազմարտությունաբերության զարգացման բյուջեն, որ տնօրինում է բտանախարությունը, այս տարվա համար մոտ 5 միլիարդ 700 միլիոն է, հա, առաջի կիսամյակի համար միլիարդ 726 միլիոներ միայն ռազմական գիտահետազոտական փորձակոնստրուկտորական աշխատանքները, այդ նոր զենքի ռազմական տեխնիկայի մշակումները։ Ուրեմն, եթե 102 միլիոն դրամը, որ հատկացվել է բտանախարությանը, բաժանես մոտապես իրենց 200-250 հոգու, հա, 500-ից, լավ, 450-ից մինչև 500,000 դրամ պարգևավճար է ստացվում առաջի կիսամյակի համար։ Ուրեմն, այդ նոր զենքի սպառնալիության նոր տեսակների մշակման բյուջեից ծախսվել է առաջի կիսամյակում ընդամենը 428,000 դրամ։ Պատկերացրեք 428,000 դրամ միլիարդ 726 միլիոնից։ 1%-ից պակաս։ Ինչ 1%-ից, 0.01%, 0.01%-ից պակաս։ Բայց դա էլ է, չէ՞, պատասխանատվություն։ Բա իհարկե պատասխանատվություն է։ Դու ինչ գործաներ չես արա։ Հա, բայց պարգևավճար ստացել ես, քո արած գործից ավել պատկերացնում ես։ Ասենք անպատկերացնելի է։ Ոնց որ դու գործարանում աշխատես, աշխատավարձ ստանաս մի ամբողջ բանի համար, բայց նույնիսկ ոդկ մի անգամ գործարան չդնես, էլի։ Մի անգամ մտածել ես գործի գնաս, թե չգնաս, այդքան է իրանց արած գործը։ Եթե համեմատես, էլի։ Եվ մենք գործ ունենք իրականում խայտարակ վիճակի հետ։ Խայտարակ վիճակի հետ դու հակառակն ես ասում։ Չէ, դա ձախողումն է։ Հա։ Այսինքն դու պիտի անես օրինակ ասենք, չգիտեմ, 10 բանի գործ, բայց դու -5 ես արա, դու վատ ես արա։ Իհարկե, որովհետև պետությունը նախատեսել է այսքան փող, որ դու պիտի այսքան զենք բանանես եւ այլն, դու ընդհանրապես մինուսը, որովհետև նաեւ մինուսը դա վերականգնես։ Իհարկե, մինուսը, որովհետև այդ ծախսած փողից հարկային եկամուտներ պետք է գար, հա, այդ ծախսվելիք փողը, որը որ մենք դեֆիցիտով բյուջե ունենք, այդ դեֆիցիտը փակելու համար պարտք ենք վերցնում եւ տոկոս ենք տալիս այդ պարտքին։ Դու պիտի ձևավորես, ասենք 3 տարի է պետք, որ դու ձևավորես, ասենք 100 մասնագետ, որոնք հասկանում են եսիմ ինչ բաներ, չէ՞։ Դու այդ 3 այդ էլ չես անում։ Դու այդ բանը չի ձևավորվում։ Այդ մարդը պետք է ուրիշ գործ գնում, ուրիշ բան ազգ։ Եվ այստեղ ժամանակ էլ է կորում։ Ժամանակը հետո ասենք հալը պատերազմական իրավիճակ։ Ժամանակը կորում, կարողություններ, որոնք պետք է ձևավորվեն կամ կային արդեն։ Չի սիրում, Աստված մեզ պատժեց, եսիմ ինչը ոնց եղավ եւ այլն, դրա համար փուլ եկավ, եսիմ Հայաստանն նորից։ Բայց ես թվում մենք շուտով կտեսնենք, որ Մխիթար Հայրապետյանը կգնա ինչ որ մի հատ թոթոլ յուղոտ փողոտ հիմնարկում գլխավոր տնօրեն։ Ես կարծում եմ, որ հենց այդպես էլ կլինի։
երկու տեղ գիտեմ աշկիս առաջ ունեմ, հələ չեմ կողմնորոշվել ինքն տեղ որտեղ դրանցից որ մեկն է գնալու էլի։ Ուրեմն Մխիթար Հայրապետյան 2017 թվականին իմ գիդն է եղել Արևմտյան Հայաստան ուղևորության ժամանակ։ Մի 12 օր իրար հետ անցկացրել ենք, մի 3 անգամ իմ մեջ առաջացել է իրան ծեծելու ցանկություն։ Ես շատ խաղաղասեր մարդ եմ, շատ ոչ ագրեսիվ չեմ, բան չեմ եւ այլն, բայց երևի միակ մարդն է աշխարհերին, որ ասենք այդքան կարճ ժամանակում, այդքան շատ Ես կարծում եմ մի անգամ էլ Մխիթար Հայրապետյանի մոտ ինձ ծեծելու ցանկություն առաջացել 18 թվականի մայիսին գնացել էինք Ախալքալակում Ջավախքում առաջին արմատ լաբորատորիան բացելու, այդ նաև Նիկոլի առաջի բաններ, արտասահմանյան այցներ Վրաստան, սպասում ենք որ պետք է գա, բացմանը մասնակցի, բայց իրենից առաջ եկել են մի քանի հոգի, այդ թվում նաև մեր ասած անձը, հա ես ասի լավ, ասենք մշակույթի նախարարը եկել է, ելով էր եկել այնտեղ, կրթության գիտության նախարարը եկել է, Սփյուռքի նախարարը ինչի եկել։ Սա պետք է տարածքային կառավարման նախարարը գար, էլի ոչ թե Սփյուռքի նախարարը գար, դե գիտես որովհետև Ջավախքը դա Սփյուռք չի։ Հա, բայց ինձ թվում է այդ իմ ռեպլիկից հետո իր մոտ ինձ ծեծելու ցանկություն առաջացա, բայց դե այնտեղ է չէր էլի երևի ձեռները չհասան։ Եվ ուրեմն վաղը տեղի ունենալու նոր ազգային ժողովի առաջին նիստը, որի օրհնության կարգը արդեն ակնհայտ է, որ կաթողիկոսը չի անելու, Առաջին անգամ պատմության մեջ ասում են, որ նույնիսկ կարգալույծ քահանայա անելու, թե ուրիշ մեկի անել են տալիս, Բալթյան թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս թե արքեպիսկոպոս Միզախանյանի, բայց դրանից էությունը չի փոխվում։ Ну, սա իհարկե խայտարակություն է, իդեպ ես մի 2 օր առաջ բանում էի, Հովանավանքում էի եւ այնտեղ տեսա ոնց է կարգալույծ եղած Արամ քահանան, նախկին Տեր Արամ քահանան հարսանիքներ օրնում, ամուսնացնում, ուղարկում եւ այնտեղ բարձր իշխանական պաշտպանության ներքո միջել, բայց դե հիշում ես, այս վերջերս բան եղավ, դատարանի վճիռ եղավ, որ ոստիկանության անգործությունը ճանաչվեց ապօրինի Հովանավանքի հետ կապված։ Հա, բայց ասենք այդ դրամ այդ թուղթը որ տալիս այդ մարդը, ասենք գրեն, ասեն ԱԱԾ Հովանու ներքո գործող։ Հա, դա չի գրում են երևի, էլի, հա։ Դա հասկանաս, ասենք մարդիկ ուզում են, որ ԱԱԾ-ն իրենց անբանը օրհնի կամ ներքին գործերի բանը ինչ որ վարչություն կա հոգևորականների, բան որ աշխարհիկ վարչություն է, էլի, դա հասկանաս, բայց ասենք եթե ինքը իբր բանը եկեղեցական ասև շոյերով եւ բաներով, դա զավեշտ է ու մարդկանց պահն է շատ զարմանալի, մարդիկ ոնց են դրան համաձայնում։ Իդեպ ես գիտեմ, որ բարձրաստիճան մարդիկ կան, դատավորներ կան եւ այլն, որոնք Նիկոլի քծնելու համար գնացել հատուկ բան են արել։ Այսպես կոչված Տեր Արամի մոտ են իրենց երկրորդ ամուսնությունը արել։ Դա իհարկե ուրիշ թեմա է, բայց ինչն է այստեղ հետաքրքիր ազգային ժողովի նիստում, պարզա որ փորձելու է Նիկոլ Փաշինյանը սա սարքի ինչ-որ բան տրիումֆալ, ինչ-որ մուտք դեպի հռոմ, կայսեր մուտքը հռոմ եւ այլն, ինքը այդպես ինչ-որ բաներ ունի, էլի, շեղումներ ունի։ Ու իդեպ հին բաների, հին քպայականներից ազատումը նաև այդ կոնտեքստում է պետք դիտարկել, որ ինքը հիմա գնում է դեպի այսպես իմպերատորի բարձունքներ, եսի մինչեր եւ այլն, եւ ըստ այդմ այն մարդիկ, ովքեր իրեն տեսել են ոչ իմպերատորական վիճակում, իրենց բոլորին նաև այդպիսի դաժան ճակատագիր է սպասում, նույն իհարկե դաժանությունն էլ իր
չափ դաժան էլի, ինչքան որ ինքը պատկերացնում է, բայց ամեն դեպքում ակնհայտ է նաև, որ ազգային ժողովի նիստը որևէ լուրջ ընդվզման եւ բանի չի հանգեցնելու, որտեղ ընդդիմությունը չի կարողանալու այդ պահը օգտագործել, ինչ որ բան անել եւ այլն, այնտեղ մաքսիմում ասենք շրջվելու են, թարս նստելու են կամ չգիտեմ, լքելու են դահլիճը կամ ինչ են անելու։ Դե չմոռանանք, որ մի աթոռ դատար կա լինելու։ Դա Արթուր Սարգսյանի աթոռն է։ Հա, որը Բագրատ Սրբազանի եւ հարակից գործով, հա, կալանավորված է, ճիշտ է տնային կալանք է, բայց ինքը հրաժարվել է պրոբացիայի ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ գնալ ազգային ժողով, իսկ դատարանը այս վերջերս որոշում կայացրեց, որ Արթուր Սարգսյանի պատգամավորական կարգավիճակը չի փոխվել, ի տարբերություն օրինակ Դավիթ Ղազինյանի, որը որ նոր ստացել պատգամավորական մանդատը եւ այդ հիմքով ազատ արձակվեց դատարանի դահլիճից, Արթուր Սարգսյանը մնաց տնային կալանքի տակ եւ ինքը չի լինելու, ներկա չի լինելու ազգային ժողովի առաջին նիստին։ Հաջորդն էլ ներկա չի լինելու, քանի դեռ խափանման միջոցը չի փոխվել։ Մենք երբ չենք հասկանում, սիրելի ավետիք։ Ես ասում եմ, որ ընդդիմությունը արդեն ձախողվել է։ Ես բան չունեմ այստեղ ասելու։ Ես չեմ կարծում, որ Դավիթ Ղազինյանն ինչքան էլ ես այն հարգեմ եւ այլն, ինչ որ բան է փոխելու խորհրդարանում, կամ Նարեկ Կարապետյանն նա ինչ որ բան փոխելու եւ այլն, ես կարծում եմ, որ եթե այնտեղ ընդվզող մարդ չկա։ Վիսոցկին երգ ունի բանի գժանոցի մասին, ասում է, որ настоящих буйных мало, вот и нет вожаков։ Հիմա իրականում այդ բույնիներն են, որոնք ինքը չի կարող ինչ-որ բանից չոք տվի, թե դու քաղաքական գործիչ ես, թե դու ուզում ես ինչ-որ բան անես։ Դու տեսնում ես, որ Հայաստանը գնում է կործանման, դու Նիկոլ Փաշինյանն անվանում ես դավաճան, չէ՞, դու ու եթե ինչ-որ մեկը քո թիմից, ասենք, շնորհավորում է դավաճանի թիմի երեխու ծնունդը բարի բախտը մաղթում եսի ինչ անում, երբ էլ կարելի է այդպեսի բան պատկերացնել։ Դե այդ նույն ընդդիմության առաջնորդները կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջ ցույցերին էլ մասնակից չեն։ Կամ ասենք Ստալինից, ասենք պատկերացնենք, որ երկրորդ համաշխարհային ժամանակ կար բան Facebook եւ ասենք Ռակասովսկին բանաներ շնորհավոր Պաուլոսի ծնունդը շնորհավոր է, ինչա թե ասենք տեղը կգնդակար է ոնց կար այդպեսի բան լինի չի կար ասել մենք ցույց ենք տալի թե սովետական նույնությունը ինչքան հումանիստական է կար ուրիշ բան իհարկե կար ասենք այդ զինվորական ասպետական բաներ առաջին համաշխարհային ժամանակ օրինակ ասենք օթաչուներին հա ռազմական պատվով էին թաղում հակառակորդ թշնամիները այդպիսի բան կար հա բայց այդ ասպետ հա այդ թաղելն է չէ ռազմական պատիվներով են թաղել լավ կռված ԿՊԱ-ականներին բայց օրինակ սովետի դատարանը գերմանական ասերին դատում էր սոցիալիստական սեփականությանը առանձնապես մեծ չափերի վնաս հասցնելու համար գիտես այդ պատմությունները բայց իմ ասածը վերաբերում է ուրիշ բանի իրականում ես ինչի Արթուր Սարգսյանի անունը բերեցի որպես քաղբանտարկյալ հա մենք ունենք քաղբանտարկյալ ընտրված падգամավոր այս ասենք իմ քաղաքական համակրանքը ընդհանրապես այդ կողմը չի բայց ունենք այսպիսի մի աբսուրդ վիճակ որ դատարանը կայացրել մի վճիռ որոշում, որը մյուս դատարանի, եթե իրար կողք տնես այդ բաները, երկու վճիռները, հա, անհամեմատելի են։ Իսկ լրիվ իրար հակասում են։ Դավիթ Ղազինյանի ազատումը падգամավորական կարգավիճակ ձեռք բերելու եւ Արթուր Սարգսյանի կալանքը անփոփոխ խափանման միջոցը անփոփոխ թողնելու, չնայած ասենք տարբեր գումարվող ազգային ժողովներ են։ Արթուր Սարգսյանի կարգավիճակի վերջնահաշվարկը ստանում է վիճարժ ազգային ժողովից 8-րդ գումարման վերջնահաշվարկը իմը ստանալու է։ Բայց 9-րդ գումարման падգամավորը ինքը եւ գտնվում է շարունակում է գտնվել տնային կալանքում։ Եւ կալանքում են գտնվում հարյուրավոր այլ մարդիկ, հենց քաղբանտարկյալներ։ Շարունակում են ընդ որում ասենք շատ շատերը իրանց պատիժը նշանակված արդեն
Հա իրենց բանտային կալանքը նշանակված է պատիժ, բայց դրա հետևանքով խոշտանգվում են նաև իրենց ընտանիքի անդամները։ Հա նաև մանկահասակ երեխաներ, վերջի դեպքերը հիշենք Արեգնազ Մանուկյանի, մեր ընկեր Չալաբյան Ավետիքի, հա, որոնք ունեն անչափահաս երեխաներ եւ որոնց արգելված է տեսակցությունը ծնողի հետ։ Սա սրանք անդառնալի, անվերականգնելի հետևանքներ են։ Այս երբեք չի հետ գալու։ Հիմա մի մոտկա չես կարող անես, էլի։ Եվ հрьяաների միջև։ Անցած տարի ես այս նոր տարին անցկացրել եմ Երուսաղեմում եւ անցած տարի գնացել եմ Թբիլիսիի Իսրայելի դեսպանատան։ Մտնելիս, երբ որ մտնում ես շենք, մի 100 հոգու նկար էր կախած, այնց բաներ, որ մենք դες սպասում ենք, դրանք իսրայելցի գերիներն են, պատանդներն են, որոնք գտնվում էին պաղեստինցիների մոտ։ Ու այդ դու գալիս ես, որ պիտի սպասես, որ հյուպատոսը քեզ ընդունի եւ այլն, մի կես ժամ նայում ես այդ նկարին, ուրիշ բանի չես կարողանաս։ Իսրայելի դրոշնա, մի հատ բանա, ախրանիկը, այսպես ասած, նստած, եւ այդ բանը։ Դու այնտեղ կանթեղը դրած, չէ։ Չէ։ Զուտ դες նայած։ Հիմա մի կողմ թողնենք, որ ասենք Հայաստանը պիտի ողողված լիներ ամենտեղ Բաքվում պահվող գերիների նկարներով։ Այսինքն ամենտեղ պետական անհայտ կազմների, այդ նկարները պիտի ամենտեղ լինի։ Երկրորդը, ընդդիմադիր բաներ կան, չէ՞։ Ասենք մուլտի վելնեսը, չէ՞, ընդդիմադիր գործի բաներ։ Դու դա մտնելուց պիտի տեսներ քաղբանտարկյալների նկարներ, որ մենք պահանջում ենք այս մարդկանց ազատումը։ Բացի նրանից, թե որ դա չկա ոչ միտեղ։ Օրինակ ասենք Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները ի պատիվ իրանց ավելի կազմակերպված են ու ավելի քաղաքական են, որովհետև այն ժամանակ ես հիշում եմ 2008 թվականին այդ ինչ որ ցուցակներ, նկարներ, եսի ինչեր բանի գնով սեփականությունը կորցնելու վտանգի առաջ ինչ որ բաներ այնուամենայնիվ բենզակալոնկաներ կային, չգիտեմ ինչեր կային, եւ որտեղ կախված են ինչ որ հայտարարություններ քաղաքական, որ ցույց է տալիս սեփականատիրոջ բանը։ Իստեղ չկա մեր մեջ այդ քաղաքական միտքը զրոյական մակարդակի վրա, ու դա երևում է նաեւ այսպիսի մանր բաներից։ Քաղբանտը քո ընկերն է, քո պայքարի բանն է, ինքը գտնվում է բանտում, դու ունես օբյեկտ, հա լավ, ասենք թե ինչ որ տեղեր կարողա չի համապատասխան, բայց միշտ կան ինչ որ տեղեր, որտեղ կարելի է դա կախել, որտեվ եթե մենք պահանջում ենք իշխանությունից, աշխարհից, չգիտեմ ինչից, ինչ որ քաղաքական բաներ, որ մեզ պետքա մեր շահերը հաշվի առնվեն, մենք դա պետք է անընդհատ դրա մասին խոսենք։ Եթե մենք չենք խոսում դրա մասին, ոչ ոք դրա մասին չի խոսելու։ Այո։ Հիմա դա որ չկա, ով է մեղավոր։ Ընդդիմությունը։ Համաձայն։ Եթե դա չկա, նշանակում է այդ մարդիկ պատրաստ են գնալ թաքուն գործարքի, բաց գործարքի, չգիտեմ ինչի եւ այլն, եւ սպասում են հարմար առաջարկի։ Համաձայն եմ։ Չեմ վիճում։ Ուրեմն կարալնի։ Ուրեմն բանանենք, ես մաղթենք մեզ, որ ի վերջո կունենան քաղբանտարկյալներ ինչ որ միասնական քիչ թե շատ ցուցակ ընդունելի, որ դրա ուղղությամբ աշխատանք կատարում միջելոց։ Հուսանք, որ դա կլինի եւ հուսանք, որ կլինեն ինչ որ տեղեր, մեքենաներ դրա վրա կպցրած ինչ որ լուսանկարներ, ինչ որ բան պահանջող պատեր, թռուցիկներ, չգիտեմ չէ, ինչպես որ ամբողջ աշխարհում ընդունված է, որ քաղաքական պայքարը ինչպես է լինում։ Դե որոշակի հանրային այսպես միջոցառումները արվում են այդ ուղղությամբ, բայց դա իհարկե չի վերածվել ընդդիմության կողմից միասնական շարժման։ Դա մշակույթ չէ։ Այո, մշակույթ։ Այսինքն դա ինչ որ բան է, որ ասենք, չգիտեմ, մենք Ավետիք Չալաբյանին շատ սիրում ենք ու իր համար էսի ինչ ենք անում, բայց դա մշակույթ չի, որ եթե մենք քաղաքական ռեպրեսիայի ենք ենթարկվում, մենք պարտավոր ենք սա չգիտեմ ինչ անենք։ Նույնիսկ բան չկա, չէ, Facebook-յան բաներ չկան։ Ինչեր։ Այն որ նկարի վրա ավելացնում են։ Կա, ոնց չկա, հա։
Դե մենք անում ենք էլի։ Չէ, ոչ թե նկարը փոխես ազատություն քաղբանտարկել, այն որ նկարի վրա ասես տիտրի նման բան ավելացնում, watermark ավելացնում։ Երևի կլինի։ Տեսել ես դες բան։ Չէ, չեմ տեսել։ Ես չեմ տեսել, բայց դա 5 րոպե է սարքել։ Հուսանք, որ նման բաներ կլինեն։ Հուսանք, որ մենք կդառնանք ավելի հասուն քաղաքական ազգ։ Հուսանք։ Սիրելի հետևորդներ, այս լավ նոտայի վրա ավարտենք մեր հաղորդումը։ Ազատություն ցանկանանք բոլոր քաղաքացիներին։ Ընդհանրապես բոլոր քաղաքացիներին, թե չէ չադենք դες բոլոր առաջին հերթին քաղաքացիներին եւ բոլոր բանտարկելներին։ Կհանդիպենք մի շաբաթ։ Ցտեսություն։